Առաջի խնդիրը ինձ որ մնար, եթե ես հնարավորություն ունենայի, օր առաջ, հենց այսօր, կհանձնարարեի, որպեսզի մեծրոպյան այբուբենը մաքրեն ավելորդաբանություններից։ Դա հիմա ով արել, ոնց արել, ինչ կերպ արել, բայց ակնհայտ ինձ տրված այդ աշխատությունները, որոնք անընդհատ լուսաբանել եմ, արդեն 25 տարի է, գրավոր աշխատություն չունեմ, օբյեկտիվ պատճառներով չունեմ, երկու անգամ փորձեցի գրել, սարսափելի վնասվեցի, անդարձելի, երբ որ այդ վիճակներից ողջ չեն մնում։ Այսինքն հետո հասկացա, որ այդ տիպի գիտությունները չի կարելի թղթին վերած դնել, փոխանցել, հատկապես երևի թե դրա համար հասունացման ժամանակ կա միջավայրի, հանրույթի եւ այլն։ Գիտակցականի բերելու։ Այո, այդ որ պատրաստ լինի այդ կերակուրը ճաշակելու, ուտելու եւ այլն։ Հիմա այբենը քանի դեռ մայրաթորում մենք պահում ենք Մեսրոպագիր 36 տառատեսքը ոսկե ձույլ, բայց մենք երեխան սովորեցնում ենք խեղված 78 տառատեսքերով, մենք մեր կոտրած ձեռքով մեր հրեշտակներին ոչնչացնում ենք, հոգին մարում ենք, ուղակի։ Դուք կարծում եք, որ հենց այդտեղ է թաքնված այն հրեշավոր չարագործությունը մեր այբուբենի այլասերման եւ այլայլության մեջ։ Միանշանակ, որովհետեւ անգլիացի հետազոտողները հետաքրքիր բացահայտում արեցին, Արեգ ջան։ Բանից պարզվեց, որ տեսողական կարդալու ժամանակ տեսողական նյութը, կարդացած նյութը գնում է ոչ թե պատկերների կենտրոն ուղեղի մեջ, այլ գնում է խոսքի կենտրոն։ Անչափ կարևոր բացահայտում արեցին։ Դրա համար երևի շատերը բարձրաձայն են կարդում։ Երևի թե, հա, իհարկե։ Այսինքն խոսքը ամենահետաքրքիր համակարգն է բնագիտական ֆիզիկայի տեսանկյունից,